Լիվականացում եմ իր մոտ։ Ուզում ենք հասկանալ ինքը ինչ վիճակում է հիմա։ Հիմա ոչինչ, բայց պետք է վերահասեն իրան կոտրվածքներ բաներ ունի։ Պատշգամբի փլուզման հետևանքով հիվանդանոցում հայտնված Արարատյան 66 շենքի երկրորդ հարկի բնակչի հարևանուհու հետ են կապ հաստատել, պատմում է։ Վնասվածքներ ստացած կինը հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Թեև առողջական վիճակը կայուն է, գիտակցությունն էլ տեղում է, սակայն վիրահատության կարիք կա։ Պատշգամբի փլուզումը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին։ Բժիշկ ասեց, ումբենա, դեմքը գլխուղեղային, Վնասվածքներ ստացած կնոջ մյուս հարևանին հանդիպեցինք շենքում, նկարահանվել չցանկացավ, բայց պատմեց։ Կինն ապրում է միայնակ, ոչ այնքան լավ պայմաններում, պնդեց։ Փլուզման մեղքը վարչական շրջանինն է, պետք է նորոգած լինեին։ Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը հակադարձում է, իրենք այդպիսի պարտավորություն չունեն։ Բազմաբնակարան շենքերի պատշգամբները սեփականության իրավունքով, սեփականության վկայականով պատկանում է բնակչին, այսինքն բնակարանի սեփականատիրոջը եւ դրա պահպանումը եւ վերանորոգումը պարտավոր է կատարի բնակարանի սեփականատերը։ Մարգարյանը քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածին է հղումանում, ըստ որի սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Բայց նաև ավելացնում է, որ չնայած պարտավորություն չունեն, այնուամենայնիվ եթե իրենց դիմում են, ապա ըստ հրատապության փորձում են լուծում գտնել։ Մեր աշխատակիցները մոտենում են, տեղում ուսումնասիրում են պատշգամբի վթարայնության վիճակը, մենք հաշվառում ենք մեր ծրագրերում եւ կատարում ենք վերանորոգման աշխատանքներ։ Տարվա ընթացքում 15-ից 20 այդպիսի պատշգամբ համայնքային բյուջեով կարողանում են նորոգել, պատմում է Մարգարյանը։ Պատշգամբը վերանորոգել ենք մեր ծրագրով։ Մանրամասնում տվյալ բնակիչը այդպիսի դիմում չէր ներկայացրել։ Իսկ արդյոք կատարում են մշտադիտարկումներ պատշգամբների վիճակի վերաբերյալ, քանի որ դրա փլուզումը կարող է վնաս պատճառել այլ քաղաքացիների ևս։ Եթե տեսնում ենք, որ իրոք վտանգը կա, մենք արտակարգ իրավիճակների նախարարության մեր գործընկերների հետ համատեղ բնակչին ստիպում ենք, որ վերականգնի։ Եթե չի վերականգնում, մենք ձեռնարկում ենք միջոցներ, որ գոնե այդ վտանգավոր հատվածը վտանգը չեզոքացնենք կամ սահմանազատենք։ Իսկ այս մի պատշգամբը թեպետ փլուզվել էր օրը ցերեկով, բարեբախտաբար այդ պահին մայթով որևէ մեկը անցնելիս չի եղել։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, լուրերի համար։